Հայաստանի եւ Իրանի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագիրը նախապատրաստման փուլում է եւ Թեհրանը հույս ունի, որ այն հնարավորինս շուտ կստորագրվի։ Իրանի արտակարգ եւ լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամիի խոսքով այս փաստաթուղթը նոր մթնոլորտ կստեղծի հայ-իրանական հարաբերություններում եւ նոր հնարավորություններ կբացի քաղաքական, տնտեսական, ներդրումային, անվտանգային եւ պաշտպանական համագործակցության համար։ Նա հիշեցրել է նաեւ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանի եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հանդիպումը, որի ընթացքում եւս ընդգծվել է համաձայնագրի կարևորությունը։ Անդրադառնալով արդեն տարածաշրջանային անվտանգությանը, Շիրղոլամին խոսել է TRIP նախագծի շուրջ Իրանի մտահոգությունների մասին։ Հայաստանի կառավարությունը հավաստիացրել է, որ այս ծրագրի իրականացման արդյունքում Իրանի համար որևէ սպառնալիք չի ստեղծվի։ Կարևոր է ունենալ այնպիսի մեխանիզմներ, որոնք թույլ կտան իրականացնել ապաշրջափակումը, միաժամանակ կառավարելով հնարավոր ռիսկերը։ Դեսպանը խոսել է նաև Միացյալ Նահանգների եւ Իրանի հարաբերությունների մասին։ Նրա խոսքով, եթե որևէ անսպասելի զարգացում տեղի չունենա, հաջորդ շաբաթ Իսլամաբադում կկայանա ամերիկա-իրանական բանակցություններ, որոնք կտևեն 2 օր։ Միաժամանակ Շիրղոլամին մեղադրել է Վաշինգտոնին ձեռք բերված պայմանավորվածությունները խախտելու մեջ, նշելով, որ Իրանը պատրաստ է պատասխանել, եթե նման քայլերը շարունակվեն։ Անդրադառնալով Ադրբեջանի տարածքը Իրանի դեմ հնարավոր ռազմական գործողությունների համար օգտագործելու վերաբերյալ տեղեկություններին, դեսպանը նշել է, որ Իրանի ռազմական եւ անվտանգության ոլորտի փորձագետները չեն հաստատել այդ տեղեկությունները։ Պատասխանելով այն հարցին, թե ինչ կլիներ, եթե Ադրբեջանի տարածքն օգտագործվեր Իրանին հարվածելու համար, Շիրղոլամին պատասխանել է, որ դա ակնհայտ է։ Չկա ավելի ուժեղ ու մեծ երկիր, քան Միացյալ Նահանգները, բայց նույնիսկ այդ դեպքում բոլոր այն երկրներին, որտեղից ամերիկյան բազաներից հարվածներ են հասցվել, Իրանը համապատասխան պատասխան է տվել։ Հարվածներ են հասցվել Քուվեյթում, Հորդանանում, Բահրեյնում, Կատարում, Իրաքում, Սաուդյան Արաբիայում եւ Արաբական Միացյալ Էմիրություններում տեղակայված բազաներին։ Նա ուշադրություն է հրավիրել Նախիջևանի օդանավակայանում տեղի ունեցած կասկածելի միջադեպին եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի դրան հաջորդած ռետոնաբանության որոշակի սահմաններ հատող կոշտ հայտարարությանը, ընդգծելով, որ այդ հարցը լուծվել է դիվանագիտական ճանապարհով եւ Իրանը շահագրգռված է, որպեսզի Հարավային Կովկասը նվազագույն չափով զգա վերջին պատերազմի հետևանքները։ Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի շուրջ ծավալվող քրեական գործը նույնպես հայտնվել է մամուլի ասուլիսում քննարկվող թեմաների մեջ։ Անդրադառնալով գործին, դեսպանը հայտարարել է, որ Թեհրանը չի միջամտում Հայաստանի ներքաղաքական հարցերին, սակայն հույս ունի, որ գործընթացը կլուծվի իրավական ճանապարհով եւ չի ստվերի երկու երկրների հարաբերությունները։ Մենք կարող ենք հենց մեր իրանական ներքաղաքական փորձից ասել, երբ որևէ իրադարձության ազդեցության տակ երկրի ներսում որոշակի պառակտում է լինում, դա չի կարող բերել որևէ լավ արդյունքի։ Հուսով ենք եւ մեր կողմից մաղթում ենք, որ Հայաստանի բոլոր ուժերը, թե իշխող կուսակցությունը, կառավարությունը, թե ընդդիմադիր ուժերը կարողանան միասնական լինել ազգային շահերի, ազգային նպատակների եւ ազգային նպատակահարմարության շուրջ, քանի որ եթե չլինի այս միասնականությունը, հնարավոր չեն զարգացման հետագա ճանապարհները։ Դեսպանը նաև ափսոսանք է հայտնել, որ հայ-իրանական առևտրային պալատի ստեղծման նախաձեռնությունը չի հաջողվել իրականացնել։ Նրա խոսքով գաղափարն ու նախագիծը հիմնված էր բարի գաղափարի շուրջ եւ այդ աշխատանքներում ներգրավված էին եւ Իրանի քաղաքացիներ եւ Գագիկ Ծառուկյանը։ Կողմերը ունեցան որոշակի տնտեսական տարաձայնություններ, փորձել ենք ամեն ինչ անել, որ կոնսենսուսի ու զիջումների արդյունքում հասնենք համաձայնության։ Մինչև վերջերս էլ կապի մեջ էի երկու կողմերի հետ։ Ամեն դեպքում, քանի որ հիմա գործ ունենք քրեական գործի հետ, հույս ունենք, որ ապացույցների հիման վրա հնարավոր կլինի լուծել հարցն ու հասնել որևէ արդյունքի։ Հայաստանում Իրանի դեսպանը անցանկալի է համարում, որ երկու երկրների քաղաքացիների միջև բիզնես գործունեության անհաջող փորձը հանրային կարծիքում ներկայացվի այնպես, որ Հայաստանի եւ Իրանի քաղաքացիները չկարողացան իրար հետ աշխատել եւ հիմա տարաձայնություններ ունեն։ Մարինե Դվոյան, Հորիզոն։